Գիտեք, որ ամեն տարի մայիսի 28-ին մեր եկեղեցիներում կատարվում է հանրապետական մաղթանք, երբ աղոթում ենք Հայաստանի Հանրապետության անսասանության համար։ Այս մաղթանքը որևէ կապ չունի ներկայիս հանրապետական կուսակցության հետ։ Առաջին անգամ հանրապետական մաղթանք է կատարվել 1919 թվականի մայիսի 28-ին Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի հրահանգով նվիրված Հայաստանի առաջին հանրապետության տարեդարձին։ Այդ օրը Սուրբ Պատարագ մատուցվեց, որից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենիքի համար ընկած հայրենիների համար։ Բնականաբար խորհրդային Հայաստանում այս կարգը մոռացվեց։ Այն կրկին կատարվեց 1991 թվականի Հայաստանի վերաանկախացումից հետո։ Այժմ հանրապետական մաղթանք է կատարվում նաև սեպտեմբերի 21-ին, ինչպես նաև ազգային եկեղեցական կարևոր իրադարձությունների ժամանակ։ Թող Աստված ամուր եւ խաղաղ պահի մեր հայրենիքը ամենքիս մեջ զորացնելով պետականամետ մտածողությունը։ Ամեն։